Զորամասերից մեկի ճաշարանի հին շենքն է, իսկ այս մեկը ոչ շատ հեռու հիմնովին կառուցվել է վերջերս։ Արտաքին ու ներքին հարդարանքը, նոր գույքը, ժամանակակից խոհանոցային սարքավորումները փաստում են, որ ճաշարանն արդեն պատրաստ է շահագործման, իսկ այստեղ տարածվող ախորժալի բույրն ու խոհանոցի եռուզեռը հուշում են, զինվորների սնունդը այսօր մատուցվելու է նոր ճաշարանում։ Պատրաստում են կրավի զողով աղցան, աղցանի մեջ ներառված է թարմ վարունգ, խաշած ձու, եգիպտացորեն և կրավի ձող։ Պատրաստում ենք տնական ձևով, ինչպես որ պատրաստում ենք մեր երեխաների համար։ Շատ սիրով ենք պատրաստում ամեն ինչը, որպեսզի գող լինեն, ամենակարևորը։ Այսօր պատրաստել ենք խորոված, հավի և խոզի, չափաբաժնով տարել ենք սննդի բաժնում և այնտեղ համեմ էլ, որ պատրաստենք։ Բոլոր տուփերի վրա մատնանշված են պիտակները, իրանց ժամկետով։ Այսպիսով սննդի մատակարարման կարգն ու որակական պատկերը այս զորամասում ևս արմատապես փոխվեց։ Հրամանատարական կազմն ու ճաշարանի պատասխանատուները վստահեցնում են, զինվորները ծնողներից սնունդ խնդրելու կամ խանութից գնում կատարելու անհրաժեշտություն չեն ունենա։ 3 անգամյա սնունդը լիարժեք ծանրաբեռնվածություն ունեցող զինծառայողների համար կապահովի անհրաժեշտ կալորիաներ։ Մենյուով նախատեսված է խորոված, ջեռոցի կարտոֆիլ, աճառ խոզի մսով և պիլմենի, քանապուր և գոգով ճաշ։ Ճաշացանկը կազմելիս հաշվի են առնում, թե ինչ են նախընտրում ուտել զինվորները։ Սա ըստ պատասխանատուների պարտադիր պայման է։ Իսկ հաջորդ կարևոր պայմանն էլ այն է, որ շաբաթվա ընթացքում կրկնվող ճաշատեսակներ չլինեն։ Ճաշացանկում կարևոր բաղադրիչներ են ոչ միայն միսն ու կատնամթերքը, այլև միրգն ու թխվածքաբլիթը։ Օր, ժամ չունենք մենք, ծառայում ենք, ջանում ենք, աշխատում ենք մեր զինծառայողների համար։ Այստեղ անկախ ամեն ինչից կլինի ժամկետային զինծառայող, թե պայմանագրային զինծառայող, թե սպա, բոլորս այսօր զինծառայող ենք, հա։ Մեր միակ նպատակն է, որ մեր յուրաքանչյուր զինծառայող ճաշը համտեսելուց բավարարված լինի, հագեցած լինի, կշտացած լինի։ Անձնակազմին դիմավորելու ճիշտ ժամանակն է, բայց նախ հանդիսավոր արարողությունը։ Զորամասի լավագույն զինծառայողներն են կտրում կարմիր ժապավենն ու ճաշարանը պաշտոնապես համարում բացված։ Ճաշարանը գործելու է հոսքագծային սպասարկման ձևաչափով։ Սա նշանակում է, որ զինվորներն անձամբ են մոտենալու ճաշարանի աշխատակիցներին, վերցնելու առաջին և երկրորդ կերակրատեսակներն ու նախընտրած աղցանը։ Այս ձևաչափով սպասարկումը մի շարք զորամասերում վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը, իսկ հարմարավետ պայմաններն ու համեղ սնունդը ավելի գրավիչ են դարձրել ծառայությունը։ Զինված ուժերի կերպափոխման և բարեփոխման շրջանակներում իրականացան մեծածավալ աշխատանքներ, աշխատանքները գտնվում են քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարության տիրույթում և մշտական վերահսկողության տակ, և դրանց անբաժանելի մասն են կազմում զինծառայողների կենցաղի և սննդի ապահովման խնդիրների կատարելագործման ուղղությամբ։ Հիմնականում շեշտը դրված է հայկական խոհանոցի վրա, սակայն ցանկացած միջոցառումների ժամանակ, տոների ժամանակ մենք փորձում ենք նաև կիրառել այլ խոհանոցների սննդատեսակներ։ Օրվա ճաշացանկով նախատեսված թարմ համեղ կերակրատեսակները փորձելուց հետո զինվորները գոհ են մնում սննդի բազմազանությունից ու հատկապես որակից։ Վստահեցնում են, տանը պատրաստված ուտեստներից ոչ մի բանով չեն տարբերվում։ Բոլորն էլ համով են ու հատկապես ավելի համով էր խորովածը գրակի վրա, տալիս են միշտ ամեն օր ավելի տաք վիճակում։ Համովը տան ճաշերն նման է, կարևոր է նաև սնվելու տեղը, որ ախորժակի վրա շատ բազդում է։ Ինչպես բոլոր ճաշարաններում, այստեղ ևս Պաշտպանության նախարարությունը ամենօրյա վերահսկողություն է իրականացնելու, հետամուտ է լինելու սննդի որակի և գույքի և տեխնիկայի պահպանման հարցերում։ Զինված ուժերում նոր ճաշարանների կառուցման աշխատանքները շարունակվելու են։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։